Նույն տապանում հյուրընկալել եմ ազգային ժողովրդավարական բևեռի անդամ Գևորգ Սաֆարյանին, պարոն Սաֆարյան, շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Facebook-ի ձեր էջում անդրադառնալով հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ ձեռք բերված պայմանավորվածություններին գրել եք, որ պաշտոնական Երևանը հայտարարում է, որ ենթարկվել է Բաքվի բոլոր հրամաներին եւ պատրաստ է հրաժարվել մեր բոլոր իրավունքներից եւ խոնարհաբար ընդունել ցանկացած լուծ, բայց մենք ժպտում ենք, երկու հարց է առաջանում, եթե ենթարկվել ենք բոլոր հրամաներին, ապա ինչպես բացատրել ադրբեջանական կողմի այս ինտենսիվ ապատեղեկատվության տարածումը, որը մենք ստիպված ենք լինում հերքել ոչ միայն մեր պաշտպանության նախարարության, այլև եվրոպացի դիտորդների մակարդակով, եւ երկրորդը գործողություններ ումից եք ակնկալում, այսինքն չհամակերպվելու մասով գործողություններ ով պետք է իրականացնի։ Նախ առաջին մասով Ադրբեջանի պահանջները, հրամանները եւ ախորժակը երբեք չի բավարարվելու։ Ադրբեջանի եւ Թուրքիայի համար Հայաստանի Հանրապետության գոյությունը անթույլատրելի է։ Այդ թվում նաեւ այս տարածաշրջանում հայ ժողովրդի կոմպակտ բնակությունը անթույլատրելի է։ Մենք պետք է հասկանանք, որ Թուրքիան ակտիվ ձևավորում է այսպես կոչված թուրքական աշխարհը կամ պանթուրքիստական իր այդ ծրագիրը, որի ճանապարհը մենք փակում ենք։ Եվ Թուրքիան ամեն բան անելու է, այդ թվում նաև Ադրբեջանի միջոցով, որպեսզի նախ առաջինը Հայաստանի Հանրապետություն որպես այդպիսի միջազգային հարաբերությունների սուբյեկտ գոյություն չունենա, բայց նաև Թուրքիան հասկանում է, որ եթե մենք որպես ժողովուրդ մնանք այդ ճանապարհի վրա, մենք այդ ճանապարհը փակելու ենք։ Այսինքն ժամանակ առ ժամանակ տարբեր միջոցներով դա կլինի ինչ որ ցույցերով, բողոքի գործողություններով, ֆիդայական շարժումներով եւ այլն մենք խոչընդոտելու ենք այդ ճանապարհը, այդ թվում նաեւ Թուրքիայի թշնամիների ֆինանսավորմամբ եւ աջակցությամբ։ Թուրքիան դա շատ լավ գիտի քրդերի օրինակով։ Եվ Թուրքիան թույլ չի տալու, որ մենք այստեղ կոմպակտ բնակություն պահպանենք բնակությունը, դրա օրինակը մենք արդեն ունենք, անգամ ռուսական կայսրության ներքո գտնվող Նախիջևանը, այդ սովետական դարաշրջանի ընթացքում Թուրքիան հայաթափեց։ Երբ որ Նախիջևանը մտավ ռուսական կայսրության կազմ, սովետական միության կազմ, այնտեղ ամենամեծ էթնիկ միավորը հայերն էին։ Երբ որ սովետական միությունը փլուզվեց, այնտեղ անգամ 1% հայ չէր մնացել։ Այսինքն բոլորին հանել էին։ Նույնը տեղի ունենալու այս տարածաշրջանում նրանք քշելու են այստեղից մեզ։ Սա է պատճառը նաև, որ անընդհատ այդ պահանջները մեծանում են, մենք տեսնում ենք Սյունիքի, ուրեմն այդ Միչանսկի պահանջը, մենք տեսնում ենք պահանջ, որ 100 հազարավոր ադրբեջանցիներ պետք է գան եւ բնակեցվեն Սյունիքում, այս ամեն ինչը արվում է, որպեսզի մենք այս տարածաշրջանից դուրս գանք։ Եվ այս պահանջները երբեք չեն դադարելու, քանի դեռ մենք այստեղ ենք եւ քանի դեռ Հայաստանի Հանրապետությունը գոյություն ունի։ Այսինքն այս ձեր ասացի համատեքստում Ալիևը ուղղակի փոքր ֆիգուր է, գլխավոր ծրագիրը Թուրքիայի։ Միանշանակ տարածաշրջանային խաղացող չէ Ալիևը եւ Ադրբեջանը։ Տարածաշրջանային խոշոր խաղացողները դա Պուտինն են եւ Էրդողանն են, այսինքն Ռուսաստանն ու Թուրքիան են, որը ըստ էության նորից տարածաշրջանը բաժանում են։ Մենք պետք է հիշենք, որ տարածաշրջանային ճարտարապետությունը, որ այսօր կա մեր մոտ, ձևավորվել է Թուրքիայի եւ Ռուսաստանի միջև 100 տարի առաջ։ Մոսկվայի պայմանագրով նրանք ըստ էության Հայաստանի Հանրապետությունը կիսեցին, Արաքսից այն կողմ մնաց Թուրքիային, իսկ այս կողմը զավթեց Ռուսաստանը։ Այսօր Ռուսաստանի թուլացման պատճառով Ռուսաստանը կամաց դուրս է գալիս այսօր Կովկասից եւ հանձնում է այսօր Կովկասը Թուրքիային, որպեսզի արևմուտքը չկարողանա այստեղ մտնել, որովհետեւ Ռուսաստանի համար առաջնային հակառակորդ, առաջնային մրցակիցը դա արևմուտքն է։ Եվ խոշոր խաղացողները Թուրքիան են եւ Ռուսաստանն են։ Ադրբեջանը փորձում է պոկել այն ամենը, ինչ ինքը կարող է պոկել։ Եվ Արցախի հանձնումը, մենք տեսանք, որ Արցախը Ռուսաստանը հանձնեց Թուրքիայի տիրապետության տակ ըստ էության, հիշենք, որ Արցախում կար ռուս-թուրք-ադրբեջանական, ուրեմն մոնիթորինգի վերահսկողական կետը, եւ հետո ռուսները շատ հանգիստ Արցախը հանձնեցին թուրքական վերահսկողության տակ։ Սա Հայաստանի Հանրապետության ոչնչացման սկիզբն էր։ Այսինքն Արցախի մարզով չի վերջանալու։ Նրանք ուզում են ամենը։ Սա է պատճառը, որ Ալիևի ախորժակը երբեք չի փակվելու, այդ թվում նաև Էրդողանի, եւ նրանք պահանջելու են ամեն ինչ։ Ով պետք է սրա դեմը առնի։ Սրա դեմը պետք է առնի հայ ժողովուրդը։ Ցավոք սրտի, նաև իմ ուրեմն այդ գրառման մեջ ես նշեցի, որ մենք ժպտում ենք։ Հիմա մենք եթե դուրս գանք փողոց, մենք կտեսնենք բազմաթիվ այդ ժպտացող դեմքերը, մենք կտեսնենք, որ մեր հանրությունը բավականին լոյալ է այս ամենի նկատմամբ,
Մարդիկ ապրում են իրենց առօրյա կյանքով եւ չեն տեսնում այն վտանգները, որը մեզ սպառնում է։ Եվ քանի դեռ մենք այսպիսի իրավիճակում ենք, այս իշխանությունները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ հանձնելու են ամեն ինչ։ Եվ թուրք-ռուսական այս պրոյեկտը իրականություն է դարձնալու, որը բերելու է հայ ժողովրդի նոր ցեղասպանություն։ Դուք վերլուծություն ունեք, ինչու է հանրային արձագանքը այդպես լոյալ, այսինքն սա ինչով բացատրել, երբ մարդիկ այսպես են։ Իսկ արդյոք մենք այդ հարցը պիտի տանք զարմանալով, իսկ արդյոք մենք 30 տարի ունեցել ենք ավելի ակտիվ հանրություն։ Ցավոք սրտի մենք սովետական դարաշրջանի ավարտին ունեցանք մի հանրային մեծ բում, երբ որ հանրությունը սկսեց զբաղվել մեր ազգային հարցերով, այդ թվում նաև Արցախի ազատագրման հարցով, հետագայում 30 տարիների ընթացքում նաև քանի որ մենք ռուսական գաղութ ենք եւ մնում ենք ռուսական գաղութ, նաև Ռուսաստանի ազդեցության տակ, ներքին administrացիայի ազդեցության տակ, այն ակտիվ էլեմենտները, որոնք կային հանրության մեջ, կամ ճնշվեցին, կամ ստիպեցին նրանց հեռանալ երկրից, կամ բանտարկեցին։ Հա, բայց մենք ունեցանք պարտություն, չէ, Արցախի կորուստ։ Արդյոք սա այն ազդանշանը չպետք է լիներ, որպեսզի հանրությունը սթափվեր։ Իրականում պետք է լիներ, բայց ես չեմ զարմանում, որ մեր հանրությունը չի սթափվում, որովհետև մեր հանրությունը 30 տարի ամեն բան հանդուրժել է։ Եվ հիշեցնեմ, որ մենք գրեթե ցանկացած խնջույքների կամ որևիցե սեղանի շուրջ նստելիս միշտ կենաց էինք բարձրացնում, թե ինչ ուզում է լինի, միայն թե լինի խաղաղություն։ Եղավ ինչ ուզում էր, եւ Արցախը մենք կորցրեցինք, այսինքն այս մոտեցումը, որը արմատավորվել է հանրության մոտ, նաեւ այսօր շահագործվում է իշխանությունների կողմից, այդ խաղաղություն բառը շահարկում են հանրությանը ասելով, որ այ նայեք մենք տանում ենք պետությունը մեծ զոհողությունների հանուն խաղաղության։ Իսկ այս զոհողությունները բերելու է մեր որպես պետություն եւ հանրություն լուծարման։ Ինչու է հանրությունը пассив, ցավոք սրտի մեր հանրությունը առնվազն 30 տարի այս դիրքորոշումն ունի պետական հարցերի շուրջ, բայց մենք հասցրել ենք արդեն ոչ թե ուղղակի պետական հարցերի քննարկմանը, այլ գոյութենական խնդիրների։ Այսինքն մենք հասել ենք այն վերջի եզրագծին։ Անկամ աշխարհագրորեն, եթե մենք նայենք այսօր Սյունիքի դիրքը, մենք ունենք այսպես նեղ մի պարանոց Սյունիքի տեսքով 4 կողմից թուրքական զորքը։ Այնտեղ ընդամենը 30-40 կիլոմետրանոց մի հատված է, որը հակառակորդը սովորական հրետանային միջոցով, մեկ հրետանային միջոցով կարող է փակել։ Մենք Սյունիքի հետ ունենք մեկ կապի ճանապարհ։ Եթե այդ ճանապարհի վրա մեկ հրետանային միջոց ժամը 1 կրակի, Սյունիքը կանջատվի Հայաստանից, այսինքն կապը կկորի ամբողջ այսպես ենք մայրցամաքային Հայաստանի հետ։ Մենք ունենք այսօր օղակի մեջ գտնվող Սյունիք եւ կան մարդիկ, ովքեր խոսում են, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրի շրջանակներում ամրագրել Ադրբեջանի հետ սովետական Հայաստանի տարածքը, որի պարագայում թուրքական զորքը փաթաթված է լինելու Սյունիքի պարանոցի եւ այդպես զարգանալ։ Դա հնարավոր չէ։ Թուրքիան եւ Ադրբեջանը երբեք թույլ չեն տա Հայաստանը զարգանա նման պայմաններում։ Նրանք անընդհատ այդ գործիքը օգտագործելու են, խեղդելու են Հայաստանին, չթողնելով, որ Հայաստանը զարգանա, որովհետեւ նրանց պլաններում կա Հայաստանը գրավել։ Պարոն Սաֆարյան, ձեր այս նկարագրած մեծ պատկերը, սա տարածաշրջանով հետաքրքրված գերտերությունները չեն տեսնում։ Մենք տեսանք ինչպիսի լայն աշխարհագրությամբ երկրներ արձագանքեցին այս համաձայնություններին ձեռք բերված ըստ էության այնպիսի երկրներ, որոնք կարծես թե թվում են մեր հետ կապ չունեին։ Սա ինչի մասին է այս արձագանքը այդ դեպքում ինչպես բացատրել։ Նայեք, արձագանքը տարբեր երկրների մոտ տարբեր մոտիվացիա ունի։ Մենք ունենք օրինակ տեսնում ենք Ռուսաստանի ներգրավվածությունը այս ամենի մեջ։ Ռուսաստանը ուղիղ շահ ունի, արդեն խոսեցինք, տարածաշրջանը նա փորձում է հանձնել Թուրքիային, նաև ունենալով որ հետո գալու է նույն Այո, միանշանակ մենք պիտի հասկանանք, որ կայսրությունները երբեք չեն համակերպվում իրենց տարածքների կորստի հետ։ Նույն սովետական միության փլուզման տարիներին Ռուսաստանը լինելով ծայրահեղ ծանր վիճակում, նա միևնույն է ստեղծեց այսպես կոչված ԱՊՀ-ն, հետագայում ստեղծեց ՀԱՊԿ, ստեղծեց ԵԱՏՄ-ն, սրանք գործողություններ էին, որոնցով նա փորձում էր հիմք ստեղծել հետագայում տարիներ կամ տասնամյակներ անց վերադառնալու։ Սա կայսրությունների ուրեմն քաղաքականությունն է։ Կայսրությունները վարում են զավթողական քաղաքականություն այնքան ժամանակ, մինչև իրենք փլվում են, վերանում են։
Մենք ունենք ռուսական արձագանքը, որի մասին խոսեցինք, եւ մենք ունենք նաեւ արևմտյան որոշ պետությունների արձագանքը։ Օրինակ մենք տեսանք Ֆրանսիայի կողմից արձագանքը, որտեղ Ֆրանսիան նշում էր, որ չկան այլևս խոչընդոտներ խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Նկարագրած իմ կողմից նկարագրած այդ պրոցեսները առաջին հերթին վտանգ են ներկայացնում Հունաստանի եւ հետո նաեւ Ֆրանսիայի համար։ Հիշեցնեմ, որ Թուրքիան պահանջում է, որպեսզի Հունաստանը որոշակի կղզիներ չռազմականացնի, ակնհայտորեն ուրեմն նպատակ ունենալով հետագայում օկուպացնել այդ կղզիները։ Ինչպես նաև ոչ վաղ անցյալում ռուսական հետախուզական նավը մտնում էր միջերկրական ծովի հունական ջրեր եւ այնտեղ հետախուզում գազ եւ նավթ, ասելով, որ այս տարածքները իմն են եւ ես եմ շահագործելու այդ տարածքները։ Անմիջապես այնտեղ հայտնվեցին Ֆրանսիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները եւ սկսեցին ճնշել այդ նավին։ Հետագայում նաեւ Ֆրանսիան, Հունաստանը եւ ԱՄՆ-ն նրանց ռազմածովային ուժերը այդտեղ զորավարժություն անցկացրեցին եւ այդ նավը ըստ էության դուրս բերեցին այդ ջրերից։ Մենք տեսնում ենք, որ Թուրքիան ակնհայտորեն նկրտումներ ունի եվրոպական տարածքների եւ Ֆրանսիան դա շատ լավ հասկանում է եւ համարում է Թուրքիան իր համար առաջնային հակառակորդ։ Եվ այստեղ հարցը առաջանում է դեպքում Ֆրանսիան ինչի է ողջունում սովետական Հայաստանով։ Սա չարյաց փոքրագույնն է, քանի որ Հայաստանի իշխանությունները դա անում են։ Ֆրանսիայի մոտեցումը հետևյալն է, որ Ադրբեջանը եւ Թուրքիան եւ Ռուսաստանը գոնե դադարեցնեն այն հետագա բոլոր պահանջները, որոնք նրանք դնում են Հայաստանի առաջ։ Եվ սա էր մոտեցումը, որ այլևս խոչընդոտ չկա, այսինքն մի ստեղծեք նոր խոչընդոտներ։ Սրա հետ մեկտեղ Ֆրանսիան զինում է հայկական բանակը, ինչի համար է սա անում, որպեսզի այդ թուրքական աշխարհի ճանապարհը լինի ավելի ամուր։ Սակայն այն միջոցները, որ մենք այսօր ստանում ենք Ֆրանսիայից, դրանք շատ փոքր միջոցներ են այն մասշտաբի հետ համեմատվորը մեզ պետք է, եւ հարցը առաջանում, իսկ ինչի մենք չենք ստանում այդ լայնամասշտաբ աջակցությունը, որովհետեւ մեր իշխանությունները չեն ուզում այդ աջակցությունը։ Մեր իշխանությունները վարում են պրոթուրքական քաղաքականություն, պրոռուսական քաղաքականություն, եւ արևմուտքում եւ ոչ միայն արևմուտքում այս ամենը տեսնում են։ Սրա հետևանքով պետությունները, որոնք շահ ունեն այս տարածաշրջանում եւ այդ շահը չի համընկնում Ռուսաստանի եւ Թուրքիայի շահի հետ, նրանք կարողանում են Հայաստանին աջակցել այնքանով, ինչքանով որ դա թույլ է տալիս Հայաստանի իշխանությունները։ Մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանությունները խիստ պրոթուրքական կուրս են բռնել, նաև գումարներ են ծախսում, որպեսզի Թուրքիայից հրավիրեն Հայաստան լրագրողների, ամենաբարձր մակարդակով ընդունեն։ Այս ամենը այդ մեսիջներն են, որ մենք գնում ենք դեպի Թուրքիա։ Եվ նաև ուղիղ տեքստով, երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է մոռացեք Արարատը, սա հենց այն մոտեցումն է, որ մենք Թուրքիայի հետ գնում ենք բարեկամական հարաբերությունների։ Բայց եւ իր այդ հարցազրույցում նա ասաց, որ մենք պետք է մոռանանք Արարատը, հակառակ դեպքում մեզ ոչ մի զենք չեն տա։ Իրականում ամեն ինչ հակառակն է։ Եթե մենք օրինակ Ֆրանսիային ասում ենք, որ մենք գնում ենք Թուրքիայի հետ բարեկամական հարաբերությունների, ապա Ֆրանսիան այլևս որևէ մոտիվացիա չունի զինելու հայկական բանակը։ Jackpot հագուստի վաճառակենտրոնը վերաբացվել է Թահանգա քաղաքում։ Նոր տեսականի, նոր արժեքներով ու նոր զեղչերով։ Եվրոպական հագուստ եւ կոշկեղեն կանանց, տղամարդկանց եւ երեխաների համար։ Օծանելիք, ճամպրուկներ, պայուսակներ, գիշերանոցներ, գոտիներ եւ դրամապանակներ։ Մեծ ապրանքատեսականի, մեծ զեղչերով։ Համեցեք Jackpot Թահանգայում։ Հասցեն 7057 Foothill Boulevard։ Հեռախոս 818 813 2252։ Jackpot։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Սաֆարյան, Հայաստանի նկատմամբ ձեր բնորոշմամբ այդ դավաճանական քաղաքականության մեջ ներգրավված է միայն իշխանությունը, թե այստեղ նրանց կողքին դնել նաև խորհրդարանում գտնվող ընդդիմությանը։ Միանշանակ նրանք միասին են աշխատում եւ համատեղ այսպես սև ու սպիտակ դաշտ են ստեղծել եւ խափում են հայ ժողովրդին։
Միանշանակ այսպես կոչված ընդդիմությունը, նրանք հրահանգներ ստանում են նույն կետից, Մոսկվայից ստանում է հրահանգներ եւ ընդդիմությունը եւ իշխանությունը։ Այսինքն նրանք, այսպես ենք, նույն սատանայի երկու ձեռքերն են։ Մենք պետք է տեսնենք, որ հենց որ Հայաստանում առաջանում է որոշակի լարված իրավիճակ, Ռուսաստանը այսպես կոչված նախկիններին միանգամից անում է փողոց։ Բոլորը շատ լավ գիտեն, եւ Ռուսաստանը եւ նախկինները գիտեն, որ հայ ժողովուրդը ատելություն ունի այդ նախկին իշխանության նկատմամբ։ Եվ այդ դեպքում հարց է առաջանում, եթե նրանք չեն ուզում, որ շարունակվի Նիկոլ Փաշինյանի դավաճանական իշխանությունը, ինչի են դուրս գալիս փողոց։ Որովհետև Նիկոլ Փաշինյանի իշխանությունը միշտ եղել եւ մնում է հիմնված նախկինների վրա։ Հիշենք, նա ասեց մերժիր Սերժին, եկավ իշխանության, հետո հանրությանը ասեց տվեք ինձ երկաթյա մանդատ, որպեսզի ես պատժեմ նախկիններին, այսօր ասում է, որ եթե ես չեղա, նախկինները հետ կգան։ Այսինքն Նիկոլ Փաշինյանի իշխանության միակ հենքը նախկիններն են, եւ նախկինները դա շատ լավ գիտեն։ Եվ օրինակ եթե նախկինները ուզում են, որ Նիկոլ Փաշինյանը հեռանա, դա շատ հեշտ է, իրանք պիտի ուղղակի վեր կենան գնան տուն։ Բոլոր այդ մանդատները հանձնեն գնան տուն։ Ավելի լավ կլինի գնան երկրից ընդհանրապես։ Եվ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը ամբողջությամբ կփլվի, որովհետև այդ իշխանությունը հիմնված է նախկինների վրա։ Եվ նախկինները այդ հենքը ապահովում են Նիկոլ Փաշինյանի համար, իսկ Նիկոլ Փաշինյանը ապահովում է նրանց ունեցվածքի եւ իշխանության պահպանությունը։ Նիկոլ Փաշինյանը ինքը հայտարարեց, որ գաղտնի արխիվներում կան բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ապացուցում են, որ 30 տարի Հայաստանը թալանվել է։ Եվ Նիկոլ Փաշինյանը հրաժարվեց իրականացնել լյուստրացիա, որպեսզի այդ փաստաթղթերը դուրս գան գաղտնի արխիվներից եւ հարուցեն համապատասխան քրեական գործեր եւ այս թալանչները հայտնվեն բանտում։ Հարցը առաջանում, իսկ ինչու՞։ Որովհետև Նիկոլ Փաշինյանը ապահովում է նախկինների բանտում չհայտնվելը եւ ազգային ժողովում հայտնվելը, նրանք էլ ազգային ժողովում ապահովում են Նիկոլ Փաշինյանի իշխանությունը։ Այսինքն սա երկուստեք խաղ է հայ ժողովրդի եւ Հայաստանի Հանրապետության դեմ։ Հիմա եթե այս ներսի իրադարձությունները իշխանություն ընդդիմություն մի կողմ թողնենք եւ վերադառնանք ձեր նկարագրած այդ մեծ համայնապատկերին, որտեղ Թուրքիան եւ Ադրբեջանը իրենց վերջնական եւ մեծ ծրագիրը Հայաստանը որպես պետություն վերացնելն է։ Հիմա Թրամփյան ԱՄՆ-ի օրոք մենք ինչ սպասենք Թուրքիայի դերի ամրապնդում դեպի այդ նպատակ ավելի հստակ քայլերով գնալու հնարավորություն, թե հակառակը մենք սպասենք ճնշումների ինչ որ ազդեցության, որը նպաստավոր կլինի մեզ համար։ Այստեղ նայած թե մենք վերլուծությունը որ կետից ենք սկսում։ Եթե մենք վերլուծությունը սկսում ենք Թրամփի նախորդ իշխանությունից, ապա մենք կարող ենք ենթադրել, որ Թրամփյան քաղաքականությունը առնվազն Թուրքիայի նկատմամբ առնվազն լինելու է լոյալ։ Չէ, հիմա ներկա դրությամբ բան է փոխվել։ Հա, փորձում բան է փոխվել, բայց մենք փորձում ենք ընդհանուր այդ պատկերը տեսնել եւ փորձել հասկանալ ինչ է լինելու։ Այս դեպքում մենք կարող ենք ասել, որ Թրամփը բավականին լոյալ քաղաքականություն է վարում Թուրքիայի նկատմամբ, վարում էր իր նախկին ուրեմն նախագահության ժամանակ եւ անգամ երբ որ հարց բարձրացվեց Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցների, Թրամփը վետո դրեց այդ նախագծի նկատմամբ։ Այսօր իրավիճակ է փոխվել աշխարհում եւ այսօր մենք դեռ չենք կարող հստակ գնահատել Թրամփյան եւ իր ադմինիստրացիայի մոտեցումը Թուրքիային եւ մեր տարածաշրջանում։ Այսօր կարևորագույն հարց է իհարկե աշխարհի համար ուկրաինական պատերազմը եւ մենք տեսանք, որ Թրամփը առնվազն այսպես սկզբնական հատվածում փորձեց իրականացնել այն խոստումները, որ ինքը տվել էր նախընտրական շրջանում, արգելափակեց Ուկրաինային տրվող ռազմական աջակցությունը, արգելափակեց հետախուզական տվյալների փոխանցումը, սակայն երևի թե նա չէր սպասում այդպիսի արձագանքի, նա տեսավ, որ կա շատ կոշտ հակադրություն Եվրոպայի կողմից եւ ըստ իս այստեղ անգամ հետագա process-ները կախված չեն լինելու ոչ Ուկրաինայի, ոչ Եվրոպայի, Եվրոմիության դիրքորոշումից, ավելի շատ սրանք կախված են լինելու Ռուսաստանի դիրքորոշումից եւ ես կարծում եմ, որ Ռուսաստանը մերժելու է Թրամփի առաջարկները, ինչը բերելու է մի իրավիճակի, որ Թրամփի առաջ հարցեր են բարձրացնելու եւ թե ներսից եւ թե իր ուրեմն գործընկերների կողմից, որ եթե դու վարում ես այսպիսի
լոյալ քաղաքականություն Ռուսաստանի նկատմամբ, բայց Ռուսաստանը որևիցե կերպ չի արձագանքում եւ ոտնահարում է ըստ էության։ Բայց 2.5 ժամ խոսեցին եւ ըստ էության որոշ պայմանավորվածությունների պատրաստակամություն հայտնել են։ Իսկ օրինակ որ պայմանավորվածությունների պատրաստակամության մասին մենք խոսենք, եթե Թրամփը օրինակ խոսում էր 30-օրյա հրադադարի մասին, ապա Ռուսաստանը ըստ էության մերժեց եւ վարում է ակտիվ ռազմական գործողություններ ռազմաճակատում։ Ենթակառուցվածքներին չհարվածելու այդ էներգետիկ սրա մասին կա ընդհանրապես խոսք ենթակառուցվածքներին չհարվածելու, սակայն որևիցե պայմանավորվածություն եւ որևիցե գործողություն մենք չենք տեսնում համենայն դեպս այս պահի դրությամբ։ Եվ ես համոզված եմ, որ Ռուսաստանը չի գնալու այդ ճանապարհով, քանի որ կայսրական քաղաքականությունը միշտ այդպիսին է, վերցնել ամեն ինչ, քանի դեռ կայսրությունը կա։ Եվ սա բերելու է մի իրավիճակի, որ թե անգամ ԱՄՆ-ում հանրապետական կուսակցության ներսում Թրամփի առաջ հարցեր են բարձրացվելու, որ եթե մենք որպես ԱՄՆ մեր հարաբերությունները օրինակ թույլատնում ենք մեր ռազմավարական դաշնակիցների հետ, դա բերելու է միանշանակ նաև տնտեսական հետևանքներ։ Այսօր Եվրոմիության բնակչության կողմից օրինակ Տեսլայի նկատմամբ բոյկոտը ԱՄՆ-ին բերում է միլիարդավոր դոլարների անկում։ Հետագա այս գործընթացները նաև բերելու են ֆինանսական հետևանքներ ԱՄՆ-ի համար եւ այստեղ հարց է առաջանում իսկ ինչի եթե Ռուսաստանը սրան չի արձագանքելու եւ շարունակելու իր քաղաքականությունը եթե process-ները գնան այս հունով ապա այստեղ այո այսօր Կովկասը նորից դառնում է նաև ԱՄՆ-ի համար կարևոր մի կետ կարևոր մի հանգույց որտեղ նրա շահերը հակոտնյա են լինելու Թուրքիայի հետ սակայն նաև մենք այստեղ պիտի հիշենք Իրանի առկայության մասին Թրամփը նախապես խոսել էր որ ինքը վարելու է կոշտ քաղաքականություն Իրանի նկատմամբ սակայն այսօր մենք տեսնում ենք որ նա որոշակի նամակներ է ուղարկում Իրանի ուրեմն առաջնորդին փորձում է որոշակի եզրեր գտնել եւ այստեղ հարց է առաջանում իսկ հետագայում ինչ է լինելու Այսինքն Իրանի նկատմամբ քաղաքականությունը։ Եթե ԱՄՆ-ն կոշտացնի Իրանի նկատմամբ քաղաքականությունը, այստեղ Թուրքիան կարող է փորձել համոզել ԱՄՆ-ին, որ օրինակ միջանցքը Սյունիքով եթե իրենք վերցնեն, փակվում է Իրանի ճանապարհը դեպի Սևծով։ Իսկ Իրանը շատ կոշտ ուղիղ կերպով ասել է, որ այդ ճանապարհը հենց իր ճանապարհն է դեպի Սևծով եւ ինքը թույլ չի տալու դա անել։ Այն ինչպիսի գործընթացներ էստեղ կգնան։ Ես կարծում եմ, որ իհարկե սրա հավանականությունը մեծ չէ, որ Թուրքիան կկարողանա ԱՄՆ-ին համոզել, որ Իրանի համար փակի եւ համենայն դեպս այս պահի դրությամբ մենք տեսնում ենք Թրամփի եւ Իրանի միջև այսպես լարված հարաբերությունների առնվազն թուլացում։ Ինչը հուսադրող է, բայց քաղաքականության մեջ երբեք չենք կարող պնդումներով խոսել եւ ասել, որ հաստատ այս սցենարն է տեղի ունենալու։ Քաղաքականությունը ինքը փոփոխական երևույթ է եւ չի բացառվում, որ թուրքերը կկարողանան համոզել։ Սա է պատճառը, որ մենք բազմիցս սրա մասին խոսեցինք նաեւ Բայդենյան վարչակազմի ժամանակ, որ այն պատուհանները, որոնք բացվել են, դրանցից պետք է օգտվել, որովհետեւ դրանք հավերժ բաց չեն մնալու։ Նախ այդ պատուհանները պետք էր ամրագրել փաստաթղթերով, որպեսզի պետությունը այլևս պարտականություն վերցրածներ իր վրա։ Երկրորդը մենք պետք է օգտվենք ԱՄՆ-ի կողմից Թուրքիայի նկատմամբ ռազմաքաղաքական ճնշման այդ գործողություններից։ Հիշեցնեմ, որ ԱՄՆ-ն ակտիվ զինում էր հունական բանակը եւ զինում էր հենց այն կղզիներում, որտեղ որ Թուրքիան պահանջում էր չզինել։ Սա ռազմաքաղաքական ճնշում էր հենց Թուրքիայի նկատմամբ եւ մենք կարող ենք օգտվել դրանից եւ դառնալ, այսպես ասենք, հույն հայկական առանցք Թուրքիայի նկատմամբ ճնշումների եւ նույնպես օգտվել այդ ռազմական աջակցությունից եւ երբ որ այդ պատուհանը փակվեր, զենքը կմնար։ Բայց մենք այս ամեն ինչ չարեցինք։ Մենք եւ մեր իշխանությունները անում են լրիվ հակառակ։ Նրանք ամեն բան անում են, որպեսզի Հայաստանը չդառնա Թուրքիայի նկատմամբ ճնշման գործոն։ Հունաստանը անում է հակառակը։ Հայաստան եւ Հունաստան այդ համեմատության մեջ ինչպիսին է Հայաստանի կշիռը։ Միգուցե այստեղ է տարբերությունը, պարոն Սաֆարյան։ Կշիռը պետք է մենք գնահատենք տարբեր ձևերով։ Մի կողմից մենք կարող ենք գնահատել, որ Հունաստանը դա ՆԱՏՕ-ի անդամ պետություն է, ունի բավականին հզոր բանակ, լավ արդյունաբերություն, երկրորդը տարածքի հանգամանքն է, Հունաստանը միջերկրական ծովում
գտնվող պետություն է։ Հիմա գնահատենք Հայաստանը։ Հայաստանը փակում է թուրքական աշխարհի ճանապարհը, թույլ չի տալիս, որպեսզի Թուրքիան կապվի այդ թուրքալեզու ժողովուրդների հետ ուղիղ ճանապարհով, իսկ այստեղ շատ կարևոր հանգամանք կա։ Տասնամյակների ընթացքում Թուրքիան կարողացել է ձեռք բերել բազմաթիվ տեխնոլոգիաներ, արտադրական տեխնոլոգիաներ եւ բավականին լավ արտադրություն է ձևակերպել այդ նաեւ ռազմական արտադրություն, սակայն Թուրքիան, այսպես ասենք, նեղվում է բնական ռեսուրսներից։ Իսկ բնական ռեսուրսները կան այդ թուրքական աշխարհ կոչեցյալում, դա ադրբեջանական նավթն է եւ գազն է, դա Ղազախստանի գազն է, Թուրքմենստանի գազն է, եւ եթե այս երկու կոմպոնենտը կարողանան միմյանց միանալ, ապա առնվազն Եվրոպան լուրջ խնդիրներ է ունենալու։ Սա կբերի նրան, որ Թուրքիան բավականին մեծ տեմպերով կսկսի հզորանալ եւ կսկսի ճնշել Եվրոպային։ Եվ մենք փակում ենք այդ ճանապարհը։ Այո, հնարավոր է միջերկրական ծովի ափին գտնվող ուրեմն Հունաստանը շատ կարևոր է եւ ՆԱՏՕ-ի անդամ, այո, դա այդպես է, բայց Հայաստանի հետ համադրվելով առաջանում է արդեն ոչ թե կետային երկու ճնշում, այլ ճնշման առանցք։ Բայց դրա համար պետք է Հայաստանի իշխանությունների համաձայնությունը։ Ես նաև հիշեցնեմ, որ մենք Հունաստանի հետ ունենք ռազմական փոխգործակցության համաձայնություն, ըստ որի տասնամյակներ շարունակ Հունաստանը կրթել է մեր սպաներին իր ռազմական ակադեմիաներում, անընդհատ ռազմական աջակցություն է տալիս, ամենայն դեպս ինֆորմացիայի տեսքով, պատրաստության տեսքով եւ անգամ Արցախյան վերջին պատերազմի ընթացքում Հունաստանը անգամ զորք էր պատրաստ ուղարկել Հայաստան, հենց այդ փոխօգնության համաձայնագրի շրջանակներում։ Այսինքն մենք տեսնում ենք, որ Հունաստանը հասկանում է Թուրքիայից եկող վտանգը, Հունաստանը հասկանում է, որ Հայաստանի համար նույնպես Թուրքիան հանդիսանում է վտանգ եւ փորձում է Հայաստանի հետ դառնալ այսպես համատեղ համագործակցող առանցք թուրքական վտանգի դեմ պայքարելու, սակայն Հայաստանի իշխանությունները դա չեն անում։ Հայաստանի իշխանությունը հակառակն են անում։ Անընդհատ խոսելով, որ մենք Թուրքիայի հետ որևէ խնդիր չունենք։ Ստացվում է Հայաստանի իշխանությունները ինքնասպաններ են, պարոն Սահակյան։ Ինչի ինքնասպաններ, նրանք պատրաստ են թուրքական վիլայեթի իշխանություններ լինել։ Ինչ խնդիր կա։ Նրանք սպանում են ոչ թե իրենց, այլ մեզ են սպանում։ Նրանք 5000 ջահել երեխու տարան սպանեցին, հաջորդ օրերին սկսեցին քեֆ անել։ Գիտեք ինչ, երբ որ օրինակ դեպք է լինում, երբ որ մարդը, ասենք մեքենայի տակ ինչ որ մարդու է գցում, անգամ ոչ իր մեղավորությամբ, եւ այդ մարդը մահանում է, այս վարորդը տարիներ շարունակ չի կարողանում վերադառնալ ղեկին։ Անցնում է հոգեբանական բավականին դժվար ճանապարհ, որ իր պատճառով մեկ անց կյանքից հեռացել է։ Այս մարդիկ, այս իշխանություն կոչեցյալները հրապարակային հայտարարում են, որ իրենք պատասխանատու են 5000 մարդու սպանության մեջ, եւ հաջորդ օրերին մենք տեսնում ենք սոցցանցերում տարածված քեֆ ուրախության ինչ որ նկարներ, ֆոտոներ, հա, մենք տեսնում ենք, որ այս մարդիկ բացարձակ խղճի խայծ չեն զգում, իրենք իսկ հայտարարելով, որ իրենք են պատասխանատու, խղճի խայծ չեն զգում, որ հազարավոր մահերի համար իրենք պատասխանատու են, այսինքն իրենք իրենց չեն սպանում, ինքնասպանության չեն գնում, իրենք հայ ժողովրդին են սպանում։ Եվ առանց որևէ խղճի խայթի։ Մեկ քեֆ, մեկ ուրախություն, մեծ ծախ։